Ժայռափոր Աստծո դռներից հնագույնը Աշոտակերտի հուշարձանն է, Վանա և Ուրմիո լճերի միջնահատվածում։ Այն ժողովրդի մեջ հայտնի է նաև Աշոտի դուռ անվամբ։ Մերձակա գյուղերից մեկի բնակիչ Տարեց մի քուրդ պատմեց Աշոտակերտի պատմությունը, որը համառոտ հետևյալն էր։ Հայերն ունեին Աշոտ անունով մի թագավոր, որը հզոր էր ու ծաղկեցրել էր իր երկիրը։ Սակայն Աշոտ արքան դառնացած իր ժողովրդի վարքից փակվեց ժայռի մեջ, եւ այդ ժայռն էլ իր անունով կոչվեց Աշոտի դուռ։ Թե ինչու խռովեց ու ժայռի մեջ փակվեց Աշոտ արքան, հայերին հարցրեք, իրենց թագավորն էր։ Զարմանալի էր, որ հայոց ցեղասպանությունից եւ տեղահանությունից 100 տարի անց էլ քրդերն իրար պատմելով փոխանցում են մի պատմություն, որ հայոց էպոսի մհերի պատմությունն է, որն աշխարհից դառնացած փակվեց ժայռի մեջ եւ ժայռն իր անվամբ կոչվեց մհերի դուռ։ Դժվար չէ կռահելը, որ ավանդազրույցում մհերին փոխարինած Աշոտ արքան Հայաստանի տարածքի վերջին մեծ թագավորության Բագրատոնիաց պետության հավաքական հիշողությունն է, քանի որ վերջինիս արքաներն ավելի շատ կրում էին Աշոտ անունը, որը հենց պետության հիմնադրի անունն էր։ Նայում ես Աստծո դուռ կոչվող այս կոթողներին և լուռ մտորում։ Պատմության քանի հազարամյակ են դրանք շաղկապում իրար։ Արեգակնային Աստված Միհր Միթրա և հայոց էպոսի հերոս Մհեր։ Քրիստոսից առաջ 9-ից 7-րդ դարերի Արարատ Ուրարտու պետություն և մեր թվարկության 9-ից 11-րդ դարերում գոյատևած Բագրատոնիաց թագավորություն։ Եվ ի վերջո, այսօր հայոց ցեղասպանությունից 100 տարի անց իր երկրի բնիկ տերերի մասին վկա և հիշողություն։ Կոթողային ճարտարապետությունից բացի քարի մշակումն Արարատ Ուրարտուում բարձր զարգացման էր հասել նաև քանդակագործության և կենցաղային իրերի պատրաստման ոլորտներում։ Բարձրարվեստ նմուշներ են քարե արձանները։ Առավել ուշագրավ են զանազան քարատեսակներից պատրաստված կնիկները, որոնք ունեն հարուստ պատկերագրություն, կենաց ծառեր, առյուծներ, մարտակառքեր և այլ տեսարաններ։ Քարի համեմատաբար փափուկ տեսակներից պատրաստվում էին կենցաղային բազմազանիրեր, տարբեր ձևերի և չափերի տաշտեր, խողովակներ, ծակիչներ, քերիչներ և այլ գործիքներ։ Քարամշակությունը լայնորեն կիրառվում էր նաև մետաղագործության մեջ, հաճախ քարից էին պատրաստվում ձուլման կաղապարները։ Վանի թագավորության արվեստի կարևոր դրսևորումներից է որմնանկարչությունը։ Արարատ Ուրարտուի որմնանկարչությանը բնորոշ են և կրոնական, և աշխարհիկ բնույթի ստեղծագործությունները, որոնցով զարդարել են տաճարների, պալատների և այլ շինությունների պատերը։ Որմնանկարների պահպանված մնացորդներից ակնհայտ է, որ հաճախ պատերի պատկերներն ունեցել են միասնական եզրազարդ, կազմված մի քանի շերտերից։ Դրանք վարդյակներ են, աստիճանավոր աշտարակներ, սրբազան ծառեր, նրանց մոտ կանգնած դիցաբանական էակների և այլ պատկերներով։ Պետության հզորությունը և ռազմաքաղաքական հաջողությունները մեծապես պայմանավորված էին տնտեսության զարգացման մակարդակով։ Վանի թագավորությունը մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության և արհեստների զարգացման գործում։ Կարևոր նվաճումներից էր ոռոգման ջրանցքաշինական ցանցի ստեղծումը։ Այգեգործության ծաղկմանը զուգահեռ բացառիկ արդյունքներ արձանագրեց գինեգործությունը, ինչի մասին են վկայում գինու մառանները, որոնցում կարասներն ունեին մի քանի տոննա տարողություն։ Իսկ գինեգործության ավանդույթները հայկական լեռնաշխարհում շատ հին են։
Այստեղ Արենի հնավայրում են բացվել աշխարհի հնագույն գինեգործարանը և մառանը։ Նույն հնավայրից հայտնաբերվեց նաև աշխարհի հնագույն կոշիկը, և այս ամենը մեզնից 5500 տարի առաջ։ Երկրի լեռնային և նախալեռնային շրջաններում զարգացած էին անասնապահությունը և անասնաբուծությունը։ Զարգանում էին արհեստներն ու առևտուրը, ծաղկում է ապրում ամբողջ տնտեսությունը։ Տնտեսության վերելքը զգալիորեն խթանվեց երկրի հարուստ մետաղահանքերի բուռն շահագործմամբ և մետաղյա գործիքների լայն օգտագործմամբ։ Վանի թագավորությունում մետաղամշակման բարձր զարգացման վկայությունները տեսնում ենք հատկապես զինագործության մեջ։ Հայտնաբերվել են բազմապիսի վահաններ, սաղավարտներ, թրեր, դաշույններ, նիզակներ, զրահաշապիկներ, կացիններ, գուրզեր, բրոնզե գոտիներ և այլ զինատեսակներ։ Հատկանշական է, որ այդ զինատեսակները ճշգրտորեն համապատասխանում են Արարատ Ուրարտուի զինվորների բազմաթիվ պատկերներին, որոնք առկա են և ասորեստանյան, և Վանի թագավորության պատկերաքանդակներում։ Եզակի կատարելության էր հասել գեղարվեստական մետաղագործությունը։ Մեզ են հասել ոսկուց, արծաթից և զանազան թանկարժեք քարերից պատրաստված զարդեր, որոնց կատարելությունը զարմանք ու հիացմունք է առաջացնում այսօրվա ամենահմուտ ոսկերիչների շրջանում։ Վանի թագավորությունից մեզ հասած մեդալիոնները հիմնականում ունեին պաշտամունքային բնույթի պատկերներ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ կարմիր բլուրից գտնված երկու արծաթե մեդալիոնների վրա Աստծո գլուխը փորագրված է արծաթի վրա զոդված ոսկյա շրջանակի վրա։ Սրանք արվեստի համաշխարհային պատմության մեջ լուսապսակի պատկերման հնագույն դեպքերից են, եթե ոչ հնագույնները։ Մեկ այլ մեդալիոնի վրա, որն այժմ պահվում է Նյու Յորքի մետրոպոլիտան թանգարանում, Խալդի աստվածն ամբողջությամբ պատկերված է արծաթի վրա զոդված ոսկու վրա։ Բացառիկ է եղել Ուրարտուի մետաղամշակությունը։ Բացառիկ։ Եվ բազմաթիվ գիտնականներ, սկսած Լեման Հաուպտից և 19-րդ դարի մի շարք կարկառուն գիտնականներից, նրանք կարծիք էին հայտնում, որ օրինակ էտրուսկյան մետաղը ծագում է ուրարտական ազդեցությամբ, որ ուրարտական ազդեցությունը վիթխարի է եղել Աքեմենյան կայսրության վրա, որ ուրարտական մետաղի իրերը հայտնաբերվել են ընդհուպ մինչև հեռավոր Ուկրաինայում։ Սա արդեն Պետրովսկու կարծիքն է։ Վանի թագավորությունում մետաղագործության զարգացման ու ծավալների մասին վկայում է Ասորեստանի արքա Սարգոն II-ը։ Նրա զորքերը Քրիստոսից առաջ 714 թվականին արդեն հիշատակված արշավանքի ժամանակ Արդինի Մուսասիրից թալանեցին և ավարտ տարան շուրջ 2 տոննա ոսկյա, 5 տոննա արծաթյա և ավելի քան 100 տոննա պղնձե և երկաթյա իրեր։ Երկաթի մշակումը ևս Հայաստանում ունի դարավոր ավանդույթներ, թեպետ երկիր մոլորակի մեծ մասում Վանի թագավորության ժամանակաշրջանում երկաթը դեռևս անհայտ մետաղ էր։ Անգլիացի ականավոր հնագետ Գորդոն Չայլդը դեռևս 1950-ական թվականներին զարմանք էր հայտնում, որ Հայաստանում Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի սկզբին ստացել էին հանքաքարից երկաթ ձուլելու գյուտը և շուրջ կես հազարամյակ գաղտնի պահել ամբողջ աշխարհից։ Այսօր այդ փաստին գումարվել են նորերը։ Որտեղ է եղել մետաղագործության այդ կարևորագույն բնագավառի երկաթամշակության կենտրոնը։ Առ այսօր ամենից մեծ քանակի արտեֆակտներ հայտնաբերվել են հենց հյուսային Հայաստանում։ Հնագույն երկաթե ձիու սանձը, որը բավականին ճիշտ ռադիոկարբոնային տարալուծման
արդյունքներով թվագրում է 24-23-րդ դարերով, հայտնաբերվել է ներքին նավերի համար 1 արքայական դամբարանում։ Արհեստների մեջ բացառիկ զարգացման էր հասել նաև խեցեգործությունը։ Եզակի հմտությամբ ու անզուգական որակով պատրաստված խեցեղեն այս անոթները նաև արվեստի բացառիկ նմուշներ են։ Պատրաստվել են հազարավոր խեցանոթներ, որոնք ունեցել են բազմաբնույթ կիրառական նշանակություն։ La céramique, c'est un indicateur. La céramique. Խեցեգործությունը յուրօրինակ մի ինդիկատոր է, այն նաև տեխնոլոգիական հմտության ցուցանիշ է։ C'est un indicateur de goût. Ինչպես պարենային, այնպես էլ գեղարվեստական ճաշակի։ Հետևաբար ինձ համար խեցեգործությունը լավ վեկտոր է։ Այն ինձ համար հոյակապ ինդիկատոր է քաղաքակրթությունը հասկանալու համար։ Ի վերջո, հասկանալ Ուրարտուի քաղաքակրթությունը նշանակում է հասկանալ, թե ինչպես է կազմակերպված այդ կայսրությունը, ինչպես է այն կառուցված տնտեսապես։ Peut-être un vecteur de diffusion. Վանի թագավորությունում բարձր զարգացման են հասել նաև փայտամշակումն ու ոսկորի փորագրման արվեստը։ Վերջինիս մասին վկայում են մեզ հասած ոչ մեծաթիվ, սակայն բարձրարվեստ նմուշները։ Հասկանալիորեն ավելի քիչ են պահպանվել փայտից պատրաստված իրերը, որոնք ժամանակին մեծ տեղ պետք է գրավեին, հատկապես կահույքագործության մեջ։ Այդ են վկայում նաև հայտնաբերված բազմաթիվ բրոնզե սնամեջ ոտնակները, որոնք հագցվել են փայտե կահույքի ոտնափայտին, ամրություն, գեղագիտական տեսք, նաև պաշտամունքային իմաստ հաղորդելով դրանց։ Ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ հնում կահույքն ունեցել է ինչպես կիրառական կենցաղային, այնպես էլ ծիսական նշանակություն։ Հին արևելյան կահույքի շարքում մի մեծ խումբ են կազմում սրբազան կենդանիների ոտքերով ավարտվող կահույքի առանձին հատվածներն ու մասերը, որոնք էլ ավելի են ընդգծում կահույքի ծիսապաշտամունքային նշանակությունը եւ գործառույթը։ Ուրարտական արվեստը եւս հարուստ է կենդանավոտ կահույքի թե նմուշներով, թե պատկերներով։ Այս համատեքստում հարկ եմ համարում առանձնացնել հայտնի գահը, որը հայտնաբերվել է Թոփրակ կալեից, Ռուսախինիլիից։ Այն թվագրվում է Մենուայի ժամանակով, վերականգնված է, զարդարված է գրիֆոնների քանդակներով եւ առջևում ունի առյուծաթաթ ոտնակ։ Արարատ Ուրարտուի արվեստի գործերի մեջ առկա են բազմաթիվ առյուծաթաթ ոտնակներ, գահի առանձին մասեր, կճղակավոտք եռոտանիներ, հենակներ, աշտանակներ եւ կաթսաներ։ Կենդանավոտ գահերի եւ զոհասեղանների առկայությամբ աչքի ընկնող ծիսական տեսարաններով հարուստ են բրոնզե գոտիներն ու թիթեղները։ Հնագույն շրջանում եւ միջագետքի եւ հայկական լեռնաշխարհի արքաները որպես իրենց աստվածայնության նշան կրում էին ցլաեղջյուր թագեր, ինչը կապվում է նշված տարածքներում ամպրոպային գերագույն աստծո պաշտամունքի հետ, որի սրբազան կենդանի խորհրդանիշը ցուլն էր։ Վանի թագավորության ժամանակաշրջանում ցլավոտ կահույքի մասերի կողքին հայտնվում են առյուծաթաթ կահույքի մասեր, ինչը կապվում է Խալդիի թագավորության գերագույն աստված հռչակվելու հետ։ Միջագետքում խիստ տարածված էին սմբակավոտք կամ ցլավոտք կամ կճղակավոտք, կահույքի նմուշները, տարբեր տեսակները, գտածոները եւ պատկերները։ Եգիպտոսում հակառակը առյուծավոտք կամ առյուծաթաթ, իսկ ահա Վանի թագավորությունում այս երկու տեսակները ներկայացված են թերևս հավասարաչափ։ Հատուկ հիացմունքի արժանի Արարատ Ուրարտու թագավորության կենցաղային մշակույթն ընդհանրապես։ Այսօրվա մարդու համար միայն խոնարհումի արժանի հարգանքի զգացում են առաջացնում 3000-ամյա վաղեմություն ունեցող քարակերտ լվացարանները, զուգարանակոնքերն ու ջրահեռացման համակարգերը։ Սա այն դեպքում, երբ Վանի թագավորության անկումից
Մեկից 2000-ամյակ անց էլ աշխարհի շատ երկրներում նման կենցաղային մշակույթը շարունակում էր մնալ անծանոթ երևույթ։ Այսպիսին է Արարատ Ուրարտու թագավորությունը։ Իր պատմությամբ, մշակույթով ու կրոնով, պետական կառավարման համակարգով ու բանակով, ճարտարապետական գլուխգործոցներով ու գիտական նվաճումներով, բնապաշտական արարչագործությամբ ու կենցաղավարման բարձր մշակույթով։ Այն անջնջելի հետք է թողել ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ հին աշխարհի պատմության մեջ։ Il ruolo dell'Urartu è importante. Ուրարտուի դերը կարևոր է, եւ կարևոր է կարծում եմ նաեւ Հայաստանի համար, քանի որ հանդիսանում է պետականության կայացման սկիզբը։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի հայ ազգի սահմանները միջնադարում գրեթե համապատասխանում են այն սահմաններին, որ ուներ Ուրարտական թագավորությունը Քրիստոսից առաջ առաջին հազարամյակում, այսինքն ավելի քան 1500 տարի առաջ։ 500 anni prima il regno di Urartu. Հայության ընդգրկած տարածքը համապատասխանում էր Արարատ Ուրարտուի հիմնական սահմաններին ընդհուպ մինչև 1915 թվականը, մինչև Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը, ինչի արդյունքում հայկական լեռնաշխարհի մեծ մասը հայաթափվելով մնաց թուրքական պետության սահմաններում։ Of course, the civilization of Urartu as a whole Ուրարտուի քաղաքակրթությունն ամբողջության մեջ վերցրած անշուշտ չափազանց հետաքրքիր է եւ դեռևս մեծ աշխատանք է պահանջվում ամբողջությամբ հասկանալու համար։ Ուրարտուի ուսումնասիրությունը բարդ է նրանով, որ այդ երկրի տարածքն այսօր բաժանված է բազմաթիվ պետությունների միջև եւ զբաղեցված է տարբեր լեզուներով խոսող ժողովուրդների, տարբեր լեզուներով գրող գիտնականների կողմից։ Շատ դժվար է իմի բերել մեկտեղ ուրարտագիտական բոլոր ուսումնասիրությունները, բայց ներկայում էլ մենք հասկանում ենք, որ դա եղել է հին առաջավոր Ասիայի ականավոր մեծ մշակույթներից մեկը, կանգնած Ասորստանի մշակույթի հետ կողք կողքի եւ որն ունեցել է բազմաթիվ խիստ հատկանշական ու շատ հմայիչ ասպեկտներ։ Արարատ Ուրարտուն թագավորություն էր գեղեցիկ արարչագործական ավանդույթներով, թագավորություն, որում արքաները գահ բարձրանալով առաջին հերթին այգի էին տնկում, սաստում թշնամուն եւ տաճար կառուցում։ Their remarkable achievements in building fortifications and what we learned from the inscriptions about their Կան նշանակալի ամրաշինական նվաճումներ, որոնց մասին մենք իմանում ենք արձանագրություններից։ Դրանք ջրաշինարարական աշխատանքներն են, ջրանցքները, արհեստական լճերը, լանդշաֆտի փոփոխություն, այն վերածելով պտղատու ծառերի այգիների։ Դա նշանակալի ավանդ է մարդկության մշակութային պատմության մեջ։ This is a remarkable contribution to human cultural history. Վանի թագավորության քաղաքակրթական առաքելության մասին ուշագրավ դիտարկումներ են կատարել դեռևս 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի առաջին կեսի հետազոտողներ Միխայել Նիկոլսկին եւ Նիկողայոս Ադոնցը։ Նրանք նշում են, որ ինչպիսին էլ լինեն ասորեստանյան քաղաքակրթության արժեքները, չպետք է մոռանալ, որ Ասորեստանը զուրկ էր մարդու ունեցած արժեքի գիտակցությունից։ Ասորեստանի տիրակալներն առասպելական անգթությամբ հպարտանում էին տասնյակ հազարավոր մարդկանց կենթանի խարույկի վրա այրելով, մորթազերծ անելով, կտրված գլուխներից բուրգեր բարձրացնելով եւ այլ անմարդկային արարքներով, որոնք իսպառ բացակայում են Արարատ Ուրարտուի տիրակալների մոտ։ Նրանք ընդգծում են ասուրական վայրենի ոգու
եւ Ուրարտուի շատ ավելի մեղմ ու մարդկային ոգու միջև եղած հակադրությունը, շեշտելով, որ Վանի թագավորությունն արժեքավոր ծառայություն մատուցեց իր ավանդը ներմուծելով մարդասիրական գաղափարների մեջ։ Եվ երևի միստիկական մեծ խորհուրդ կա նրանում, որ հենց մարդասիրական գաղափարների կրող այս երկիրն է հարատևում հնագույն ժամանակներից մինչև այսօր։ Այն հիշատակվում է աշխարհի հնագույն բաբելոնյան քարտեզի վրա, մնալով ժամանակների փորձություններին դիմակայող բացառիկ մի երկիր։ There is something interesting to be said when you look at the map today, because Կա հետաքրքիր մի բան, երբ դուք նայում եք այսօր այս հնագույն քարտեզին, քանզի նշված վայրերը կամ հին քաղաքներ են, կամ տարածքներ, որոնցում ապրում էին ցեղեր, կարևոր ցեղեր, կամ դրանք այն ժամանակվա աշխարհի երկրներն են։ Ցեղերը, որ նշված են քարտեզում, վերացել են մեկընդմիշտ, իսկ վայրերը, որոնք թվարկված են, որոնք նշված են դեպի կողմից շրջանակի մեջ, բոլորն այսօր ավերված են։ Նրանց թագավորությունները վերացել են, նրանց գոյության ժամանակն ավարտվել է, բայց Ուրարտուն, որ Հայաստանի թագավորությունն է, առ այսօր գոյություն ունի։ Եվ ես կարծում եմ, այստեղ կա հրաշալի մի բան, որի մասին պետք է մտածել, երբ դուք նայում եք հնագույն այս քարտեզին։ to think about when you look at that ancient map. Արատտա, Արարատ, Ուրարտու, Հայաստան։ Այս երկրի պատմությունը սկսվում է արարչագործության ժամանակներից ու շարունակվում է այսօր։ Այն բազմաթիվ հնագույն հիշատակարաններում վկայված է իբրև Եդեմ դրախտավայր, իմաստության ու անմահության երկիր, իբրև համաշխարհային ջրհեղեղից հետո մարդկության վերածննդի վայր։ Թագավորությունները ստեղծվում եւ կործանվում են, սակայն պահպանվում են սրբազան արժեքները, չեն կորչում սրբազան անունները։ Արարատ Ուրարտու թագավորությունը պատմության ասպարեզից հեռացավ 27 դար առաջ, սակայն ապրում է երկիրը, որի գլխավոր խորհրդանիշն այսօր նրա բարձրագույն լեռն է, եւ լեռն այդ կրում է հազարամյակներից եկող սրբազան անունը Արարատ։